Բարև, դու ով ես։ Ես։ Բա դու ով ես որ։ Ես այս հաղորդումը վարողն եմ։ Ինչպես ես հայտնվել այս գրքում։ Ինչպես, չգիտեմ։ Մի հատ տղա էր գիրքը բացած ինչ որ բան էր նամ, ես էլ անկախ ինձանից շատ պատահական հայտնվեցի այս գրքի մեջ։ Եվ ինչ տեսար դու այդտեղ։ Ոչինչ էլ չտեսա, հասցրեցի որ տեսնեմ։ Դե լավ։ Դուրս արի այդտեղից եւ ողջունի երեխաներին։ Չէ որ դու չես ուզում անդաստիարակ Երևան։ Բարև ձեզ սիրելի երեխաներ։ Ես երբեմն չարաճճի եմ լինում, երբեմն մի քիչ փնթոս եմ լինում, բայց ես շատ լավն եմ, շատ բարի պուպուս, ազնիվ եւ անկեղծ։ Բավական է գլուխդ գովես։ Բայց ես չգիտեմ ինչ է իմանում։ Այդ դեպքում մենք կխնդրենք երեխաներին, որ քեզ համար մի գեղեցիկ անուն հորինեն։ Երեխաներ, եկեք պայմանավորվենք, մի հատ ինչ պուպուսիկ սիրունի կանոն դրեք, հա։ Դե լավ։ Իսկ հիմա եկ պատմենք մեր երեխաներին մեր երկրի մշակութային ժառանգության մասին։ Արի, բայց ինչ բան է մշակութային ժառանգություն։ Դա մի մեծ գեղեցիկ թանաքաման է, պապիկից պահպանված երևի։ Խոսքը գնում է մշակութային ժառանգության մասին։ Եկ զբոսնենք քաղաքով։ Տեսնում ես, դա այն որքան մեծ է, գեղեցիկ եւ հարուստ։ Իսկ հարուստ է այն թանգարաններով, թատրոններով, հուշարձաններով, ճարտարապետական կառույցներով եւ էլի շատ ու շատ բաներով, որոնց հետ մենք դեռ ծանոթանալու ենք։ Ամեն ինչ փոխվել է շուրջ բոլորը, վերակառուցվել, զարգացել եւ հոգատար ձեռքերով փոխանցվել դարերից դար սերունդներին։ Եվ մենք էլ պետք է պահպանենք դրանք մեր հաջորդներին հանձնելու համար։ Դա գեղեցիկի աշխարհն է, հագեցած հնչյուններով, բազմերանգ գույներով, գծերի, ձևերի, բառերի անկրկնելի հմայքով։ Դա ժողովրդական իմաստնության եւ ժողովրդական վարպետության մարդկային խոհերի եւ զգացմունքների աշխարհն է։ Հասկանալով այս ամենը, դուք կհարստանաք հոգեպես, ել ավելի սուր կզգաք հայրենի երկրի, նրա բնության եւ մարդկանց ողջ գեղեցկությունը։ Այն ամենի վիթխարությունը, որ մարդիկ արարում են իրենց պատմական ուղին կերտելիս։ Այս ինչքան շատ բան ասեցիր, գլխումս ամեն ինչ խառնվեց իրար։ Ոչինչ, արվեստի ամեն մի տեսակի մասին դուք երեխաների հետ միասին կիմանաք առանձին։ Այո, իհարկե, բայց ամեն ինչ առաջ չէ, որ պետք է իմանալ, թե ինչ բան է արվեստը։ Դու նորից դժգոհում ես։ Ինչ բնավորություն ունես։ Բայց չէ, որ ինձ հետաքրքիր է ինչպես եւ երբ է ծագել այդ արվեստը։ Հազարամյակներ առաջ երկրի վրա չկար այսօր մեզ շրջապատող շատ բաներ։ Անտառներում թափառում էին նախնադարյան մարդկանց ոչ մեծ խմբեր։ Նրանք վայրի կյանք էին վարում, հավաքում էին խոտ եւ արմատներ, սնվում էին որսի ժամանակ սպանված կենդանիների մսով։ Որպես գործիք ծառայում էր սրածայր քարը։ Ժամանակի ընթացքում նախնադարյան նկարիչների սուր աչքն ու տեսողական հիշողությունը օգնեց նրանց կերտել կենդանիների եւ մարդկանց պատկերները ժայռաքարերին, տեսապատկերների մեջ ամրագրելով իրենց ծանոթությունը շրջապատող աշխարհի հետ։ Այդ բացահայտմանը նպաստում էին նաեւ պարերը, որը հավանաբար սկզբնակպես որոշակի դեր էին խաղում աճող սերնդի ուսուցման գործում։ Ապագա զինվորներն ու որսորդները, ընդօրինակելով մեծահասակների շարժումները, ուժ եւ ճարպկություն էին զարգացնում իր մեջ։ Պարերը շատ հաճախ ուղեկցվում էին երգերով։ Սկզբում դրանք սոսկ առանձին բացականչություններ էին հիշեցում, որոնք մեկնաբանում էին կատարվածը, բայց աստիճանաբար դրանք ավելի բարդ բնույթ ստացան եւ կատարելագործվեցին։ Այսպես նկարների, քանդակների, պարերի օգնությամբ
Նախնադարյան մարդը ցեղակիցներին էր հաղորդում ոչ միայն կուտակված տեղեկությունները, այլ նաև փորձում էր բացահայտել իրեն շրջապատող առեղծվածային աշխարհը։ Չհասկանալով, թե ինչու եւ ինչպես են ծնունդ առնում բնության այս կամ այն երևույթները, մարդն արտացոլում էր դրանք առեղծվածային էակների պատկերներում, որոնք իր հասկանալով օժտված էին գերբնական ուժերով։ Եվ այդպես աստիճանաբար սկսեցին ձևավորվել առասպելները, բանավոր ստեղծագործության անդրանիկ երգերը։ Դե եկել եք պատերազմի արթուն կացեք, երեք, կեցեք, զենք կապեցեք, հետո չասեք, թե մենք քնած, Դավիթ կողքով եկավ գնաց, երեք, կեցեք, զենք կապեցեք, ձիթ անբեցեք, կռվի ելեք, զենք կապեցեք, ձիթ անբեցեք, կռվի ելեք։ Հակավորն է քո թշնամին, կռիվուն ես իր հետ արա, հեր ես քաշում թուր կեցածին, ես անջարակ խալխի վրա։ Բարով Դավիթ։ Լինելով ժողովրդական երևակայության արդյունք, դրանք անանուն պատմիչների միջոցով փոխանցվեցին սերնդից սերունդ։ Վայ, այս ինչ բարդ բան է արվեստ կոչված գիտությունը։ Դժվար է արվեստը անվանել գիտություն։ Գիտությունը կյանքն արտացոլում է տեսությունների, վարկածների, աղյուսակների միջոցով, մինչդեռ արվեստը մարմնավորում է դրանք կենդանի նկարներում, գեղարվեստական կերպարներում, ինչ բնորոշ է արվեստի բոլոր տեսակներին՝ գրականությանը, գեղանկարչությանը, գրաֆիկային, քանդակագործությանը, ճարտարապետությանը, թատրոնի, երաժշտությանը։ Ինչու տխրեցիր։ Դու շարունակ պատմում ես, բայց ես ոչինչ դեռ չգիտեմ։ Ոչինչ։ Մենք էլ երեխաների հետ միասին կծանոթանանք արվեստի բոլոր տեսակների հետ։ Առավել ևս, ես կարծում եմ, որ բոլոր երեխաները ծանոթ են արվեստ հասկացությանը։ Չէ՞ որ նրանք շատ են սիրում երևակայել, իսկ արվեստ անհնար է պատկերացնել առանց ստեղծագործական երևակայության։ Նկարիչը նման է կախարդի։ Նրա ձեռքերում սովորական քարը կարող է վերածվել մարդկային ապրումները հաղորդող միջոցի, իսկ գույները անսպասելիորեն կենդանություն են առնում նրա կտավի վրա։ Դու սիրում ես հեքիաթներ։ Վայ, այն էլ ինչպես։ Շատ եմ սիրում են հեքիաթների գրքերի մեջի նկարները նայել, իսկ քանդակները չեմ սիրում։ Հետ չեմ հասկանում դրանցից ոչ մի բան։ Ինչպես կարելի։ Իսկ դու գիտես, թե որքան շատ ընդհանուր բան կա քո ասած վառ նկարների եւ քանդակների միջեւ։ Չեմ էլ պատկերացնում։ Այդ դեպքում լսիր։ Գրաֆիկան, ճարտարապետությունը, գեղանկարը շատ հաճախ անվանել են պլաստիկ արվեստ, որովհետև նրանց հիմքում ընկած է պլաստիկան։ Այդ ինչ բան ա որ։ Պլաստիկա բառը եկել է հունարենից եւ բառացի նշանակում է քանդակ, նաեւ ներդաշնակություն, նրբաձևություն։ Եվ բոլոր արվեստների հիմքում ընկած են 3 հիմնական ներկայացման ձևերը. ձևը, տարածությունը եւ գույնը։ Ի տարբերություն գրականության, թատրոնի, կինոյի եւ երաժշտության,
որոնք շարժումն ու գործողությունների զարգացումը հաղորդում են ժամանակի մեջ, կիրառական արվեստը միշտ առարկաները մարմնավորում է ակնթարթի մեջ։ Եվ այդ ակնթարթը պատկերելով, վարպետը պետք է կարողանա փոխանցել հանդիսատեսին այն զգացմունքներն ու իրադարձությունները, որոնք նախորդել են եւ հաջորդելու են այդ պատկերվածին։ Ապա նայիր, կարող ես պատմել, թե ինչ ես տեսնում այստեղ։ Հո, բայց չէ որ ամեն մեկը յուրովի է տեսնում, ո՞նց իրանք կտեսնեն իմ նման։ Դու ճիշտ ես։ Եվ հենց այդ պատճառով էլ միջին դարերում կիրառական արվեստում գոյություն ուներ ժամանակի հաջորդման եւ գործողության զարգացումը պատկերելու ձև, նկարաշարերի տեսքով։ Նման դիաֆիլմի, հատկապես այն լայնորեն կիրառվում էր սրբանկարչության մեջ, ուր սրբի կյանքը պատկերվում էր նկար շարանների միջոցով։ Տեսնում ես, բոլորովին այլ ընկալում։ Արվեստի յուրաքանչյուր ճյուղի առանձնահատկությունը շրջապատի արտացոլման միջոցների մեջ է։ Երաժիշտը իրագործում է հնչյունները, գրողը բառերը, ճարտարապետը զանգվածների եւ համաչափությունների զուգակցումը։ Նկարիչը դիմում է գծերի եւ երանգների։ Կտավը, քանդակը կամ ճարտարապետական կառույցը մենք տեսնում ենք, իսկ երաժշտությունը կնդրում։ Հարկավոր է փորձել հասկանալ այն արվեստի լեզուն, որով նա ստեղծագործել է։ Այո, արվեստը մի մութ անտառ է ինձ համար, որ լի է անսպասելի իրադարձություններով։ Եվ որպեսզի չմոլորվենք այնտեղ, մենք պետք է քայլ առ քայլ ուսումնասիրենք այդ աշխարհը։ Դու բնատուր գրող ես։ Վայ, ամաչեցի։ Չէ, դու իսկապես իրավացի ես։ Արվեստը կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրի ներքին հարստությունը։ Եվ մենք մանուկներին կծանոթացնենք մեր ազգային ժառանգությանը։ Ուռա, դու մեզ կպատմես մեր արվեստի պատմությունը։ Անպայման։ Բայց ես կարծում եմ, որ մենք այսօր արդեն հրաժեշտ պետք է տանք մեր պատանի հեռուստադիտողներին։ Ինչպես։ Իսկ իմ անունը ես սենց անուն չունենամ։ Դու մի անհանգստանա։ Ես համոզված եմ, որ մեր երեխաները չեն մոռանա։ Նրանք կզանգահարեն, նամակներ կուղարկեն եւ շատ ու շատ գեղեցիկ անուններ կհորինեն քեզ համար։ Դու չես մնա առանց անուն։ Դե ուրեմն լավ, համոզեցի, մինչ նոր հանդիպում երեխաներ։